Ինչպես է գնահատում այն, որ Մասիսի համայնքապետը վերադարձավ Հայաստան, իմանալով, որ կալանավորվելու է։ Այևի շտապ գործ ուներ մարդը, ինչ է։ Չգիտեմ, տեղյակ չեմ։ Նորմալ է։ Պետք է կալանավորվի, թող կալանավորվի։ Շատ դրական։ Ինչ կարծիք եք իր մասին։ Որ մի հատ թռած քաղաքական գործից չենք ունենա, էլի։ Դե մարդը մաքուր էր, հանգիստ եկավ, կալանքը մարդու չի կարա փակի։ Եթե մարդը մաքուր է, կալանքը դա ժամանակավոր բաներ են, ոչ տղամարդու համար է։ Ինքը չի վերադարձել, իրան ուղարկել են երևի զորով։ Ովքեր։ Ռուսաստանից, ոնց որ Կարեն Կարապետյանին ուղարկեցին։ Սամվել, դե որ ասում եմ չեմ հետաքրքրում քաղաքականություն, պրոստը այդքան բանը հաստատ է, որ ոչ մեկ իր կամքով չէր գա, էլի։ Ինչ որ գործեր կա երևի իր վրա, որը ստիպել են չբացահայտելու պայմանով իրան ուղարկել են, ինքն եկել է ու կալանավորվել է։ Բայց դե մի բան էլ կասեմ, որ անհապաղ այս իշխանություններին պետք է փոխել, բայց ոչ այսպիսիները, որ ուզում են գան, ոչ նախկին, ոչ ներկա, այլ ինչ-որ, ինչ ասեմ, չեմ տեսնում հլը, որ այդ ուժերին ովքեր պետք է գան, բայց ոնց որ ասում են մհերի դուռը բացվել է, մհերը գալու է, էլի փոքր մհերը։ Ճիշտ ասած չեմ կարող քաղաքական հարցերին պատասխանել, քաղաքականությունը իմ բանը չի տնի։ Նանջան չեմ կարող խոսամ։ Երևի չի վախենում ոչ մեկից։ Հույսեր ունի, որ իրեն աշխատանքը ավելի ճիշտ է։ Ինչ կարող ենք ասել։ Համարում եմ, որ ուժեր ունի երևի, որ կարող է մարդը չվախենալ այդ ամեն մի դրությունից։ Ցանկանում եմ մարդկանց համբերություն, որ կարողանանք այս դրությունից դուրս գանք, ճիշտը սխալից, ոնց որ մենք ենք ասում, ջոկենք։ Ես ընդհանրապես չեմ ուզում խոսալ մեր հիմիկվա իրավիճակի մասին, ահավոր զզվելի ու շատ հաճախ։ Ոչ ուզում եմ խոսալ, ոչ էլ անդրադառնալ, որովհետև այլանդակություն է կատարվում այս երկրում։ Երբ ավերանալու է, դա չգիտեմ, հույս ունենանք, որ շուտով։ Նորմալ էլի ինձ սպասում։